Ողջույն սիրելի ռադիո լսողներ, Արմ ռադիոյի եթերում գրապահոցի հերթական թողարկումն է։ Եթե գրագիտության մեր ուղին անխուսափելիորեն անցնում է դպրոցի միջով, ապա ընթերցասիրության, աշխարհայացքի ու ճանաչողության ընդլայնման մեր ճանապարհը պետք է անցնի գրադարանի միջով։ Իսկ գրադարանը միայն գրքերով ծանրաբեռնված գրադարակները չեն։ Գրադարանը նախ եւ առաջ այն մարդիկ են, ովքեր պահպանում են լուսավորության այդ օջախի ձգողական ուժը։ Վերջին շրջանում մամուլում եթե գրադարաններին անդրադարձ լինում է, ապա գերազանցապես այն առիթով, որ փակվում է այս կամ այն գրադարանը, վաճառվում այն մյուսի տարածքը եւ այսպես շարունակ։ Բայց չնայած փողանյութական, փակուղային կողմնորոշումներին եւ տիրապետող մտայնությանը, կան գրադարաններ, որոնք կարողացել են ոչ միայն դիմագրավել ժամանակի փորձություններին, այլև պահպանել իրենց ունեցածը, դրվածքն ու լուսավորության օջախի ֆունկցիոնալ նշանակությունը։ Անշուշտ այդ կարողացողների շարքում է Երևանի թիվ 16 Շենգավիթ վարչական շրջանի գրադարանը, որի մասին էլ կխոսենք, տեսնելով ու վերստին համոզվելով, որ մեծ, հիշվող ու կարևոր գործանելու համար երբեմն պետք է ուղղակի լինես քո տեղում եւ կատարես քո պարտականությունը։ Բայց այստեղ այս գրադարանում մարդիկ իրենց գործին չեն վերաբերվում որպես զուտ պարտականության։ Ավելի շուտ այնպես են վերաբերվում, որ դա ասես քաղաքացու հոգու պարտքն է իր հայրենիքի հանդեպ։ Երբ շրջում ես այս գրադարանում, տեսնում խունացած, վաղուց նորոգման կարիք զգացող ծեփաթափ պատերն ու առաստաղները, խորհրդային տարիներից մնացած գույքը, քեզ թվում է, թե ժամանակը կանգ է առել։ Բայց դա միայն արտաքուստ ու խաբուսիկ տպավորությունն է, քանզի այս գրադարանի գործունեությունը երբեք կանգ չի առել, չի ընդհատվել նույնիսկ 90-ականների սկզբի ցուրտ ու մութ պատերազմական ժամանակներում։ Հակառակը, գրադարանի անձնակազմն ուժեր ներածին չափ ամեն ինչ արել է իր ու իր ընթերցողների շփման սովորական, տարիներով ձևավորված ընթացքն ու ավանդույթները պահպանելու համար։ Ավելին, դժվար ժամանակներում գրադարանը միավորել է իր ընթերցողներին ու նաև հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ ձևավորել մի յուրօրինակ համայնքային միջավայր, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ է օգնության ձեռք մեկնել մերձավորին։ Մարդ էլ կա, մարդ էլ։ Մարդ կա, ինչպես ասվում է, աշխարհն է շալակած տանում, մարդ էլ կա, ամեն գնով ուզում է ելնել շալակն աշխարհի ու աշխարհը շալակած տանողների շալակը։ Մեր խոսքը շալակողների եւ իրենց խաչը պատվով կրող մարդկանց մասին է։ Ունկնդրենք Պարուշ Սևակի հայտնի բանաստեղծությունը մեր մեկ այլ մեծի Մհեր Մկրտչյանի կատարմամբ։ Մարդկա աշխարհն է շալակած տանում, մարդ էլ կա ելել է շալակն աշխարհի։ Դու որ սխալվել, սակայն չես ստել, կորցրել ես հաճախ, բայց նորից գտել։ Դու որ սայթակել ու վայրս ընկել ես, սակայն երբեք չես ծնկել, այլ մագլցել ես կատարից կատար, ելել ես անվերջ, բարձրացել ես վեր, քո հզոր տարից առնելով թևեր, ելել ես, որ ողջ աշխարհն իմանաս, որ անօրինակ քո դարն իմանաս, բոլոր կողմերով դու նրան զգաս, կորուստը սկաս, շահածով խնդաս, եղել ես նրան իբրև մունետիկ, որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, որ չվախենաս, որ չվարանես, անարդարության դեմքը խարավես։ Ահա թե ինչու դու այսքան տարի դու հարազատ ծնունդն ես տարի, քայլում ես անդուր, առաջ ընթանում, քայլում ես այնպես ծանր ու վիթխարի, ասես աշխարհ շալակած տան։ Որ մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ էլ կա ելել է շալակն աշխարհի, նա որ ելել է շալակն աշխարհի, աշխարհում երբեք թաց տեղ չի քնում։
Գիտի թե ում հետ եւ ուր է գնում, ում մեռելին է անարցունք լալիս, ում խոսքի վրա սուտ ծիծաղում, ում հետ դինջ նստած նարդի է խաղում, հարկ եղած դեպքում սուտ տանուր տալիս, վերից է նայում ցածրում կանգնացի, երբեք չի նայում ներքև ընկածին, վերև կանգնացի, աղջկան, որդուն, սիրուն անգամ ու քարտուղարին ոնց է քեզ մսվում ու շոքորթում, որտեղ մի պատար չաղ ու յուղալի կանգնած է այնտեղ նա երկյուղալի հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս, նույն հերցությամբ էլ իր մեկն է լալիս, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, հարազատ մորից ու որդուց ավել աշխարհում նա իր աշխարհն է սիրում, սուտ է, նա այնտեղ իր շահն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում, սուտ է, նա միայն իր փորն է սիրում, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր գաղափարական իր հորն է սիրում, սուտ է, ոչ հորը, ոչ մորն է սիրում, թանկ չէ, ոչ որդին և ոչ էլ թոռը, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սիրում է կյանքում նա իր աթոռը, աթոռն է սիրում, ու դրան տիրում ցանկացած գնով բարձրանում է վեր, ուզում է թռչել նա առանց թևեր, անվերջ սողալով առաջ է գնում է այսպես, ու տարեստարի ելնում է այսպես, շալակներ, ուրեմն մարդ կա, աշխարհն է, շալակած տանում, մարդ էլ կա ելել է, շալակն աշխարհի։ Սիրելի ունկնդիրներ, գրապահոցի վերնատունը այս անգամ հյուրընկալվել է Երևանի թիվ 16 գրադարանում։ Այժմ զրուցում են գրադարանի տնօրինուհու հետ։ Ես Գանե Միրիբյանն եմ, գրադարանի տնօրենը։ Սիրով ուզում եմ մասնակից լինել այս հաղորդմանը։ Մեր գրադարանը գտնվում է Շնգավիթի վարչական շրջանում, Աշակունյանց պողոտայի վրա եւ սիրով հրավիրում եմ ձեզ բոլորիդ։ Ասեմ, որ մեր ընթերցողները ոչ միայն մեր թաղամասի, այլև ամբողջ Երևանի ու կարող եմ ասել նաեւ հարակից շրջանի մեր ուսանողներն են նաեւ, որոնք քաղաքում գրանցում չունեն ու չեն կարողանում օգտվել գրադարանից, հիմնականում նրանք մեր այցելուներն են, ու մենք շատ սիրով ընդունում ու ճանապարհում ենք նրանց։ Տիկինգան, քանի տարի է գործում գրադարանը, դուք ինչ ուժերով եք սպասարկում ընթերցասեր հասարակությանը եւ ինչ վիճակում է գրադարանը ինքը։ Գրադարանը գործում է 53 թվականից, միշտ եղել է այս տարածքում եւ քաղաքի լավագույն գրադարաններից մեկն է համարվել իր գործունեության ամբողջ ընթացքում։ Ասեմ, որ բավականին հարուստ գրական ֆոնդ ունենք եւ գրականությունը աշխատում ենք ամեն կերպ պահպանել։ Վերջին 20 տարում գրականություն չենք ստացել։ Ընդհանրապես չենք ստացել։ Անցյալ տարի առաջին անգամ մեզ գումար տրամադրվեց, ասեմ, որ բավականին փոքր գումար էր, բայց դրա համար էլ ուրախ ենք ու շնորհակալ ենք։ 100,000-ի սահմանում մեզ գումար տվեցին ու մենք գնեցինք մի քանի գրքեր, որոնք խիստ անհրաժեշտ էին ուսանողության համար։ Թաղապետարանը մեզ տվեց գումար, մենք գտնում ենք թաղապետարանի ենթակայության տակ։ Իսկ հիմնականում գրականության ֆոնդի համալրումը կատարում է ընթերցողների նվիրատվությունների հաշվին։ Ասեմ, որ շատ շնորհակալ եմ մեր ընթերցողներին։ Անցյալ տարի ամենակիչը 900 կտոր գրականություն, ասեմ, որ ստացել ենք 2000-ից ավել գրականություն, բայց դրանց միջից ընտրել ենք լավագույն գրականությունը 900 կտորից ավելի գրականություն մուտք ենք արել ֆոնդ։ Դա այն գրքերն է, որ ծրագրային են, որ մինչև այսօր դպրոցներին եւ ուսանողներին անհրաժեշտ է, իսկ գրադարանում շատ օգտագործվելուց դրանք մարշվել են։ Շարքից դուրս են եկել։ Այդ խնդրի գրադարանի անձնակազմին ներկայացնի։
Ես քանի տարի եք աշխատում։ Ես վաղուց եմ աշխատում 85 թվականից ես այս գրադարանում եմ աշխատում, շուտով կլրանա, չգիտեմ որ երրորդ տարին, շուտով թոշակի կգնամ, հրաժեշտ կտամ գրադարանին երևի, բայց իհարկե սիրտս միշտ գրադարանի ու գրքերի հետ կլինի։ Ունենք ընթերցողներ, որ իրենց երեխաներին են բերում արդեն գրադարան, շատ են նման ընթերցողները։ Գրադարանի կոլեկտիվը շատ լավն է եւ մեր ընթերցողների ու գրադարանի կապը հիմնականում կատարվում է գրադարանի աշխատակիցների բարեհամբույր աշխատանքի շնորհիվ։ Շատ հազվադեպ է լինում, որ ընթերցողը գրադարանից դուրս է գալիս մերժված։ Եթե նույնիսկ չունենք իր ուզած գրականությունը, հեղինակը վերնագիրը չունենք, անպայման սպասարկման բաժնի վարիչը Տիկին Մարգարիտան գտնում է աղբյուրներ, գտնում է ուրիշ հոդվածներ, գտնում է ուրիշ գրքեր ու անպայման ինչ որ չափով գոնե բավարարված ընթերցողը գնում է։ Հենց դրա համար էլ ամբողջ Երևանի բուհերից ընթերցողներ են գալիս մեզ մոտ։ Գրքեր ունենք, որ մի օրինակ են, հիմնականում մի օրինակ գրքեր են պահպանվել, ընթերցանի գրքերը։ Մենք սպասարկում ենք 3 օրով, 4 օրով, 5 օրով ամենաշատը, որպեսզի կարողանանք բոլորին գիրք մատուցել։ Ու հենց այդ աշխատանքի շնորհիվ անցյալ տարի մենք ունեցանք 2100 քանի ընթերցող, մի թիվ, որ բավական երևացող է։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ հիմա դպրոցները շատ պահանջկոտ են։ Երեխաները շատ ընթերցում են, հատկապես 1-ից 4-րդ դասարանի երեխաների մոտ ակտիվությունը շատ է բարձրացել։ Իսկապես ես շատ չէ, դուք եկեք մեզ մոտ ժամը 3-ին, ժամը 2:30 մինչև 4-ը եկեք ու կտեսնեք, որ այստեղ հերթ է գոյանում։ Ուսանողությունը շատ է ընթերցում, ուսանողության պահանջարկը։ Այնքան մեծ ուրախություն եմ ապրում, որ իսկապես ընթերցողների թիվը շատ է։ Փորձեք գալ մեզ մոտ դասերից հետո դպրոցական դասերից ուսանողական ժամից հետո ու կտեսնեք թե այստեղ ինչ հերթ է գոյանում։ Գրքերի պահպանության համար ոչ միայն ընթերցողներից վերցրած գրքերով ենք ֆոնդը մեր համալրում, այլև պատճենահանման միջոցով։ Անցյալ տարի, նախանցյալ տարի մենք առնվազն 2000 թերթ էջ Xerox են կարել պատճենահանել ենք ու գցել են գրքերին։ Գրքերը ասում եմ 20 տարի մենք գիրք չենք ստացել, այդ ամբողջ ընթացքում գրքերը մաշվել են, պատռվել են, ել չեմ ասում մեր շատ լավ ճակերտավոր ընթերցողների մասին, որոնք գրքերից էջերը հանում են, իրենց անհրաժեշտ էջերը հանել հայ ժողովրդի պատմության, հայ գրականության պատմության էջերը այդպես վերականգնված է գրականության։ 2000-ից ավել էջ ենք մենք պատճենահանել։ Քանի հոգով եք դուք աշխատում, բնականաբար հիմնականում կանայք են, այո, իրենց ուղղակի անուններով ներկայացնել։ Մեր աշխատակիցները ամենահին աշխատակիցը Հայրապետյան Մարգարիտան սպասարկման բաժնի վարիչն է։ Ես կասեմ ամեն գրադարան կխնդրեր ուրախ կլիներ նման աշխատող ունենալու համար, որտեղ նրա շնորհիվ է, որ մեր ընթերցողների թիվը երբեք չի պակասում։ Աշխատում է 86 թվականից գրադարանում, շատ լավ գիտի եւ ընթերցողներին, եւ նրանց պահանջարկը, եւ մեր ֆոնդը հատկապես շատ լավ գիտի։ Մեր մանկական բաժնի աշխատողը առանձին է, Տիկին Նինան, ունի ռուսական կրթություն եւ բավականին շատ օգնում է մեր ընթերցողներին ռուսերենի հարցում, պարապում է երեխաների հետ։ Մեր Վարդուհին, ապագա մայրիկը, որ այսօր առաջի օրը բերեցիր թերթիկը, արդեն նա չի աշխատելու, որովհետեւ բալիկ պիտի ունենա, բարի ազատում մենք կաշխատենք փոխարինել նրան համապատասխան կադրով, որ նրա նման ամեն ինչը բարձր որակով, սիրով, երեխաների հետ կապվածությամբ անի։ Մեր Վարդուհին բոլոր երեխաներին, մեր ընթերցող բոլոր երեխաներին գիտեր անունով, ազգանունով, քուրով, եղբայրով, սիրած գրքերով, իրենց տաղանդներով, մեր բոլոր միջոցառումները ինքն էր ընտրում երեխաներին, որտեղ գիտեր, սա գնում է երգի, սա գնում է պարի, սա ասմունքում է, սա չգիտեմ նվագում է, բոլոր երեխաներին այդպես գիտեր ու այն ջերմությունը, որ ինքը տալիս էր երեխաներին, ես դրանով էլ բացատրում եմ հենց երեխաների սերը մեր գրադարանի նկատմամբ։ Մեր Տիկին Լարիսան նորից մանկական բաժնի աշխատող է, նորից նույն սիրով, համառությամբ, պատշաճությամբ բոլոր աշխատողները, դե մեր աշխատողները բնական է կանայք են եւ որպես կին, որպես մայր իրենց սերը ներդնում են եւ աշխատանքի նկատմամբ եւ երեխաների նկատմամբ։ Լինում են տատիկներ, պապիկներ, որ մտնում են մի փոքր հանգստանալու, իրենց հոգսը թեթևացնելու, մեկ-մեկ զարմանում եմ, ասում եմ լավ, մեր Տիկին Մարետային, ասում եմ լավ, իրանց ներքին խոհանոցը ինչքան կարելի է լսել։ Դե ասում եմ արդեն էլի ուզում են թեթևանալ, այդպես էլ է լինում։ Մեզ մոտ գալիս են նաև անկեղծանալու, հոգսերից ազատվելու համար։ Սիրով բոլորին ընդունում ենք, ճանապարհում ենք։ Ասեմ, որ համառային արձակուրդների համար գրադարանում գործել է ամբողջ շաբաթվա ընթացքում գործել ենք անվճար խմբակներ։ Լրիվ խորհրդային ավանդույթներով գրադարանի բոլոր առաքելություններն ու ֆունկցիաները փաստորեն պահպանում են։
Գիտեք, ես չէի ասի խորհրդային, ես կասեի, որ գրադարանի աշխատանքներն ենք մենք կատարում, այն գործը, ինչ որ մենք պարտավոր ենք անել, այն ինչ որ մենք պետք է տանք երեխաներին, մենք անում ենք անկախ դա կլինի խորհրդային, կանվանենք դա, կանվանենք անկախ Հայաստան, ինչ կանվանենք, ամեն դեպքում մենք հայ ենք, Հայաստանը մերն է եւ երեխաները մեր ապագան են ու հենց այդ մտահոգությամբ էլ ամիսներին աշխատում ենք երեխաներին պարապ չթողնել, փողոցում չթողնել։ Ունեցել ենք համանվագ գրական ակումբը, դիզայնի խմբակը, մաթեմատիկա, անգլերեն, թատերական խմբակ, տեխնիկային խմբակ, հայոց լեզու, ռուսերեն լեզվի դասընթացներ։ Ամեն օր մենք դասացուցակ ենք ունեցել երեխաները խմբերով, ով ինչ խմբակի ցանկացել է մասնակցել, հերթ են կանգնել այստեղ, մի խումբը դուրս է եկել, մյուս խումբը մտել է, մի խումբը եւ խմբակները ղեկավարել են կամավորները, մեր ընթերցողները, դրանք եղել են եւ ուսուցիչներ եւ ուսանողներ, մասնագետ մարդիկ, որոնք սիրով զբաղվել են երեխաների հետ եւ այն գիտակցումը, որ այդ երեխաները փողոցում չեն, որ հաճախ ինձ ասում են, բայց ինչի եք անում, եթե դուք դրանից գումար չունեք, եթե դուք դրանից օգուտ չունեք։ Ես ասում եմ, եթե մի տղա գալիս է այստեղ թեկուզ 15 րոպե, 20 րոպե զբաղվում է եւ փողոցում չի, դա ամենամեծ բարձրացությունն է մեզ համար եւ մեր ամբողջ կոլեկտիվն է այդ մտահոգությամբ աշխատում։ Այ հիմա արձակուրդները կսկսվեն ու մեր աշխատանքները նորից ավելի եռում պահ կմտնի։ Ցավոք սրտի ձմռանը այստեղ այնքան ցուրտ է լինում, որ մենք ենք հասիվ մնում ու երեխա չենք բերում։ Այս պահին էլ անկեղծ ասած շոկ չէ։ Դե փառք Աստծո, ձմեռ անցկացրեցինք, համարը արդեն լավ կլինի։ Բնականաբար յուրօրինակ ձևով պատրաստում եք նշել նաև հայ գրատպության 500-ամյակը եւ Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու փաստը։ Անշուշտ դա մեր ուրախությունն է ու նաև հպարտությունն է, դա նաև մեր պարտքն է։ Մի ամսից հետո, ամիս ու կես հետո մենք արդեն կմտնենք աշխատանքի ամենաեռում պահի մեջ։ Պլաններ կան, նախատեսում ենք թատերական միջոցառումներ, նախատեսում ենք էքսկուրսիաներ, հանդիպումներ գրողների հետ հանդիպումը մեր մշտական աշխատանքն է, այստեղ վերջերս կայացած միջոցառման Յուրի Սահակյանի հետ միջոցառման նկարներն են։ Աշխատանքներ շատ է լինելու։ Մենք հատկապես այս տարի շատ բան կանենք։ Երեխաների հետ աշխատանքը ոչ միայն գրադարանի ներսում է կատարվում, այլ նաև զբաղվում ենք նրանց գեղագիտական դաստիարակությամբ դրսում։ Տանում ենք ցուցահանդեսներ։ Անցյալ տարի օրինակ Փարաջանովի տուն թանգարան ենք տարել, Խնկոապոր գրադարան ենք տարել, փառատոն կար կինոյի։ Փառատոնի մի շարք կինոների դիտարկման ենք մասնակցել խմբով։ Այստեղ մեր թատերական խմբակի ներկայացումներին են ներկա եղել։ Գանք հարցին, գիրքը, Գուտենբերգյան գիրքը, կվերանա ըստ ձեզ, թե այն ամենայն դեպս անփոխարինելի է եւ ունի իր ապագան։ Դե իհարկե անփոխարինելի է, ունի իր ապագան։ Հիշում եք մի ժամանակ հեռուստատեսությունը, երբ որ եղավ, ասում էին կինոն կվերանա, թատրոնն էլ կվերանա, բայց հնարավոր չի դա։ Իսկական կարդացող մարդը գրքի հոտն է սիրում, գրադարանի հոտն է սիրում, գիրքը շոշափել է սիրում։ Իսկական կարդացող մարդը առանց գրքի չի կարող։ Գուցե նոր տեխնիկաները շատ մեծ առավելություններ են տալիս, ոչ մի բան չունենք ասելու դրա դեմ, ու շատ լավ է, որ դա ներմուծվում մեր կյանքի մեջ, որ մեր երեխաները, մեր հասարակությունը ինտեգրվում է, բայց գրադարանը գիրքը երբեք իր արժեքը չի կորցնելու։ Գուցե ինչ որ բաներ փոխվեն, ինչ որ չափով զարգացում լինի, ինչ որ մի բան հանվի, ինչ որ մի բան ավելացվի, բայց տպագիր գիրքը հավիտ մնալու է։ Ձեր ընթերցողը որակական փոփոխությունների ենթարկվել է։ Գիտեք, ինձ շատ մեծ ուրախություն է պատճառում երեխաների մուտքը գրադարան։ Եթե գաղտնիք չէ եւ եթե ամոթ չասել է, գրադարանը վարունի հիմա որքան է բարձրացել։ Ես չգիտեմ, դա կատակով պատասխանեմ, թե լուրջ պատասխանեմ։ Եթե կատակով, ուրեմն միլիոնից մի քիչ պակաս, եթե լուրջ 35-ից 40 հազարի սահմաններում։ Դա իհարկե բավարար չի ապրելու համար, դա բավարար չի որևէ բանի համար, բայց գրադարաններում աշխատում են մարդիկ, որոնք էությամբ նվիրված են իրենց աշխատանքին։ Իմ նախկին տնօրիններից մեկը, այսինքն ոչ թե տնօրեն, այլ Թաղապետարանում իմ անմիջական ղեկավարը, գերադասը, մի օր ինձ հարցրեց, բա ինչ ես աշխատում, եթե դու գումար չես ստանում։ Երեխաների հետ տարվող աշխատանքների մասին էր խոսքը, ես ասեցի, որ մենք ես ենք անում, ինչքան ես վերցնում, ասեցի ոչինչ, բայց ասեցի ինչու ես աշխատում,
Ասացի, որտեվ ես հասկանում եմ դրա իմաստը, դրա նշանակությունը ես հասկանում եմ, եթե դուք ինձ այդ 40,000-ն էլ չտաք, ես էլի կաշխատեմ, որտեվ ես այդ 40,000-ով չեմ ապրում եւ մեր գրադարանի աշխատողներից ոչ մեկը դրանով չի ապրում, մենք ընտանիքներ ունենք, որ մեզ պահում են։ Այդ է հարցը։ Որովհետև ձեր գործը կարծեք մի հիվանդություն է, որը ձեզ ուղեկցում է ամբողջ կյանքում եւ բուժում է մյուսներին։ Շատ ճիշտ ասեցիք ու շատ լինում է դեպքեր, որ նստում ենք իրար հետ աշխատողներով խոսում ենք, թե լավ, էս ինչ է, էլի, էս ինչքան պետք է շարունակվի այսպես գրադարանի խոնավությունը, գրադարանի ցուրտը, գրադարանի փոշին, այդ բոլորը Այդքան բարեկարգը, չէ, խնամված է, բայց երևում է, որ շատ վաղուց այստեղ նորոգում չի արվել։ Ես դրա համար կասեի, որ մեր գրադարանը նման է մի լավ պահպանված մարդու ասեմ, լավ պահպանված, բայց երբ որ նայում ես, տեսնում ես, որ նա ինչքան էլ ուզում է իրան պահպանի, աղքատությունը վրայից թափվում է։ Ժամանակը իրեն արել է ինչու։ Իհարկե, հարևանների լցրած ջուրը, որ ամեն տարի առանց բացառության մեզ հեղեղում են ջրով։ Մենք ամեն տարի գրքերը հանում ենք, դնում ենք փողոցում արևի տակ, չորացնում ենք, հետո ընտրում ենք, հետո դնում ենք կաղապարի տակ, որ ձգվեն, որ տեսքի գան։ Ամեն ինչ անում ենք գրադարանը պահելու համար, բայց մեկը ինչքան էլ ուզենաս թաքցնել աղքատություն, ինչքան էլ հպարտ լինես, այդ հպարտության տակից աղքատությունը այսպես թե այնպես երևում է։ Մենք շատ աղքատիկ վիճակում ենք գտնում։ Ես հույս ունեմ, որ դա ժամանակի հարց է։ Աստված մեծ է, ամեն ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի, կարևորը որ մենք սիրենք մեր գիրքը, մեր տունը, մեր հայրենիքը, մեր գրադարանը, նաև գրադարանները, նաև ժամանակի ընթացքում ամեն ինչ կուղղվի։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդումն ավարտվեց։ Մինչ նոր հանդիպում Արմ ռադիոյի եթերում։